Շատ կարևոր համեմատություն ես ուզում եմ անեմ։ Նախորդ տարին ամփոփելու նպատակով լրագրողների հետ հանդիպումը հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը սկսում է համեմատությամբ։ Հենց 2025-ին մամուլում էր շահարկվել հարցը ըստ Տիգրան Հակոբյանի։ Անցած տարի իր ղեկավարած հանձնաժողովը 84 վարույթ է նախաձեռնել։ Ձեզ այդ թիվը ոչինչ չի ասի, եթե ես համեմատություն չանեմ։ Հանրային մուլտիպլեքսի սլոթերի առաջին մրցույթները 2011-ին եղան։ Հակոբյանն այս տարեթվից մինչև 2018-ն է հասնում համադրել հանձնաժողովի 7 տարիների աշխատանքը անցած մեկի հետ 15-ը 84-ի դիմաց համեմատությունն այսպիսինն է, այսինքն 7 տարիներից յուրաքանչյուրի ընթացքում առավելագույնը մինչև 2 վարույթ էր նախաձեռնել հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովը, հիմա հեղինակային իրավունքից մինչև բռնության տեսարաններ փաստացի 8 տասնյակի շեմն են հատել։ Պատկերացնում եք տարբերությունը, մի քանի անգամ մամուլում հրապարակումներ եղան, որ մենք շատ կոշտ ենք մոտենում, որ մենք խոչընդոտում ենք մամուլի աշխատանքը, որ մենք ոտնահարում ենք խոսքի ազատությունը եւ այլն, եւ մեծ մասը այդ վարչական վարույթների բովանդակային բնույթ են կրել։ Օրինակի համար հեղինակային իրավունքի խախտում, ինչը շատ կարեւոր է։ Մենք բացի ամեն ինչից ունենք նաեւ միջազգային վերցրած պարտավորություններ, մենք ունենք այստեղ տնտեսավորող սուբյեկտ, որոնք գումար են ծախսում, դրսից հաղորդումներ են բերում կամ պատրաստում են եւ նրանք վնաս են կրում, երբ որ այս կամ այն հեռարձակող առանց որևէ պարտավորության, առանց կնքած պայմանագրի, առանց վճարված գումարների ինքը սկսում է անօրինական փաստորեն բովանդակություն տարածել։ Մի մասը դա է, որը միայն պաշտպանում է տնտեսարողների շահերը։ Նույն համեմատությամբ ավելացել են նաև հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովականների որոշումների դեմ դատական հայցերը։ Միայն անցած տարի 14, 2011-ից 18 թվականներին միասին վերցրած 3 հայց է եղել։ Դա մեզ միայն ուրախացնում է։ Ինչն է խնդիրը, եթե նախկինում եւ լրատվամիջոցները եւ պետական մարմինները, այդ թվում մեր հանձնաժողովը ոչ իրավական մեթոդներ էին դիմում, որպեսզի այս կամ այն խնդիրը լուծեն, ապա այսօր բոլոր խնդիրները կամ գրեթե բոլոր խնդիրները լուծում են դատարանի միջոցով։ Տեսալսողական մեդիայի օրենքում սպասվող փոփոխությունների մասին տարին ընտրական է, այն մահակ չի դառնա լրատվամիջոցների գլխին։ Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովն ինչպես է որոշելու, որ սահմանադրական կարգը տապալելու կոչ է հնչել, եթե այդ հարցը քրեական օրենսգիրքը կարգավորում է։ Գործը դատական երեկատյանով կարող է անցնել վերջնական վճռի համար, պատասխանելու հարցին՝ սահմանադրական կարգը տապալելու կոչ հնչել է, թե ոչ։ Ինչ որ չգիտեմ ինչ նյուս, հա, Կորեա նյուս, հեռուստածրագին, որը մեր ցանցային օպերատորների մեջ է, մենք թույլ ենք տալի 1 տարի ինքը ինչ ուզենա Հայաստանի մասին ասի։ Պատկերացնում եք դա։ Ելնելով այն սահմաններից, որոնք կան քրեական օրենսգրքում, որոնք կան այն նորմատիվ փաստաթղթերում, այլ ձև մենք չունենք։ Բայց դուք իրավական մարմին չեք։ Մենք իրավական մարմին չենք, մենք գնահատական չենք տալի այն մարդուն, որը դա ասել է։ Քրեական պատիժը ի վերջո հեռուստաընկերությանը չի, չէ, այն մարդուն, որը այդ կոչը արել է։ Մենք արգելում ենք հեռուստաընկերություններին այդ կոչերը տրանսլյացիա անել։ Նոր կարգ կանոնը նաև կընդլայնի ՀՌՀ լիազորությունների շրջանակը, բայց առայժմ Տիգրան Հակոբյանի խոսքով հաշվարկը չկա, քանի դեռ օրենքն ուժի մեջ չի մտել, դժվար է գնահատել այն ռեսուրսը, որ անհրաժեշտ կլինի աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար։ Էդուարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։